Բաքուն թարմացրել է հին խոսույթն ու Երևանից դարձյալ ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայկական կողմին կրկին մեղադրանք է ներկայացրել, թե փոխանցված քարտեզները ընդամենը 25% ճշգրտություն են ունեցել, մինչդեռ ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55%-ն ըստ Բաքվի տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում։ Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400 000 ականի տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը 1,5 միլիոն է։ Հայաստանի հանդեպ այս քաղաքականությունը իրենք փորձում են կապիտալիզացնել նաև այն երրորդ երկրների հետ հարաբերությունում, որոնք շահագրգռված են, որպեսզի հայ-ադրբեջանական համաձայնություն լինի, դրանով հայ-թուրքական կարգավորում տեղի ունենա եւ այդ միջին միջանցք ասվածը հնարավորություն լինի գործարկել, կազմավորել եւ այլն։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Այսպիսի հայտարարություն է հնչել Բրյուսելից։ Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտենան առավել քան երբևէ, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք տեսնում ենք վերջին շրջանում եվրոպական պատվիրակությունների այցի հաճախականություն Կովկաս։ Սա պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգների հետ այս առևտրային պատերազմը եւ ընդհանրապես քաղաքական ռազմավարությունների տարբերությունը, որ նկատում ենք Թրամփի վարչակազմի եւ Եվրամիության միջև, եւ դժգոհությունը մասնարարպես նաեւ ամերիկա-ռուսական երկխոսությունից Եվրոպային դնում է այսպես ակցիանի մեջ որոշակի իմաստով, եւ դրանից ելքի կամ այլ ճանապարհների ուղիների փնտրտուքը բարձրացնում է Թուրքիայի կարևորությունը, Կովկասի կարևորությունը։ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է ԱՄՆ էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Բաքվի էներգետիկ միջոցառման ժամանակ նա ասել է, որ խաղաղության պայմանագիրը անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան կբացի Հարավային Կովկասի համար։ Գոյություն ունի նույն ճանապարհների հարցը, նույն սահմանների սահմանազատման, սահմանագծման գործընթացը, փախստականների վերադարձ, հումանիտար խնդիրներ եւ այլն։ Այդ փաստաթուղթը 17 կետերը կարծես թե որևէ տրամաբանական բովանդակային այսպես ներառում այդ առնչությամբ չունեն։ Հետեւաբար, եթե այդ կարևորագույն գործոնները դուրս են մնում այդ փաստաթղթից, այդ փաստաթուղթը չի կարող լինել խաղաղության, այսպես ասենք, ապահովման միջոց։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն պայմաններ առաջ քաշում։ Սրան զուգահեռ Գերմանիայի նախագահը Ալիևի հետ համատեղ ասուլիսում հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիրն ի վերջո կստորագրվի։ Պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ փոխզիջումների միջոցով դրան հասնելու համար։ Գիտենք այդ նախապայմանները, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Հիմա Գերմանիայի նախագահը երբ հայտարարում է, որ դրանք իրականանալի են, եւ Երևանից էլ որևէ արձագանք առ այս պահը անցել է մի քանի օր, չկա այդ հայտարարության առնչությամբ, բարձաբանում եւ այլն ակնկալելու տեսանկյունից, հնարավոր է եզրակացնել, որ Գերմանիայի նախագահը Երևանից ինչ որ մեսիջներ է տարել Ադրբեջան եւ այնտեղ արտահայտել դրանց հետ կապված ինչ որ տրամադրություններ։ Տեքստի 17 կետերը համաձայնեցված են, բայց բավարար չեն։ Ալիևն ասում է, գնդակը Հայաստանի դաշտում է։ Պետք է սահմանադրություն փոխել եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Բադալյանը կասկած չունի, որ այս երկու թեմաներին Հայաստանն անդրադառնում է Բաքվի պատճառով։ Երևանը փորձում է ժամանակի եւ տարածության մեջ մանևրել, հետևելով աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությանը եւ ըստ այդմ թերևս կողմնորոշվել հետագա հնարավորությունների կամ անելիքների վերաբերյալ։ Ադրբեջանին սա է, որ չի բավարարում։ Ադրբեջանը համարում է, որ աշխարհաքաղաքական բալանսի փոփոխությունը կարող է բերել Երևանի քաղաքականության փոփոխության ու սահմանափակել իր առավելապաշտական նկրտումները։ Դրա համար հիմա է փորձում ստանալ առավելագույնը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։